Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա։ Այսօր եթերը այս ձև կանեմ ֆուտբոլի դաշտի վրա պահելով, որտև ուզում եմ անդրադարձ առնեմ Վրաստանում տեղի ունեցած ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցածին։ Եթե հետևել եք, գիտեք, որ Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց 3-0, իսկ 3 օր հետո արդեն Թիֆլիսում 6-1 հաշվով պարտություն կրեց։ Ընդհանուր առմամբ, եթե մենակ ֆուտբոլի պահը ասեմ, անկեղծ ասեմ, Վրաստանի հավաքականը թողեց բավականին լավ տպավորություն։ Շատ եմ ափսոսում, որ այդ ձևի խաղ խաղում էին իրանք Հայաստանի հավաքականի հանդեպ, բայց նաև ուզում եմ հատուկ առանձնացնեմ մերոնց խփած գոլը, որը այդ 9 գոլերի մեջ խփած վրացիների այն մի հատ մերոնց խփած Մկրատաձևի նման գոլը ամենագեղեցիկն էր, այնց որ այնպես տպավորություն էր, որ Վրաստանում խաղից հետո տեղի ունեցածը Վրաստանի երկրպագուների պահվածքը ավելի շատ նման էր նրան, որ իրանք ոչ թե հաղթող թիմի երկրպագուներն են, այլ պարտվող։ Իրանց այդ վրդովմունքը, այդ ձև արտահայտելը ավելի շատ դրան էր նման, ու երևի թե այդ մեր խփած միակ սիրուն գոլն էր պատճառը, որ իրանց 9 գոլից ավելին արժեր, որ ասում են, այսի 10 գոլ արժեր, երևի թե հաշվել էին, որ մերոնք 10-ով 9 հաղթել են։ Սա իհարկե մի քիչ կատակի ձևով եմ ասում, բայց գիտեք, ստեղ իրոք նրբություն կա մի հատ, շատերը նշում են, որ երկրպագուների խաղերում, այսինքն ֆուտբոլային խաղերում լինում է, որ երկրպագուները նման պահվածք ունենում են, շատ մեկնաբաններ նշում են տարբեր խաղեր, տարբեր դեպքեր, որտեղ երկրպագուների մեջ տեղի են ունենում նույնիսկ ծեծկռտուքներ, եղել են նույնիսկ մահվան դեպքեր, ցավոք սրտի, հատկապես 1985 թվականում Եվրոպայի գավաթներ երևի թե Չեմպիոնների լիգան այն ժամանակ ուրիշ ձև էր անվանումը, հիշում եմ խաղը, որ պետք է կայանար Լիվերպուլի ու Յուվենթուսի միջև, մինչև խաղի սկսվելը ծեծկռտուք էր տեղի ունեցել ու 39 մարդ էր մահացել խաղից առաջ արդեն։ Դրանից հետո անգլիացիներին զրկեցին որոշ ժամանակ, իրանք չէին մասնակցում Եվրոպայի այդ միջազգային խաղերին։ Ու էլի շատ դեպքեր կան, որ երկրպագուների մեջ տեղի են ունեցել նման բախումներ, ու ոնց որ ֆուտբոլի համար սովորական բան է, բայց այս դեպքը մի քիչ տարբերվում է, որովհետև սա զուտ երկրպագուների պահվածք չէր, որոնք իրանց խաղի խաղացողների թիմի համար ոնց որ պայքարում են, մանավանդ որ Վրաստանը ջախջախիչ հաղթանակ է տարել երկու խաղի արդյունքում, ուղղակի աբսուրդի ժանրից է այդ պահվածքը, այստեղ երկրպագուների պահը ուղղակի օգտագործված է, ու սա ունի իր մեջ մեսիջ, ու ցավոք սրտի սա երևի թե կազմակերպված է, որովհետև հատուկ փորձում են հայ-վրացական հարաբերություններում բերեն լարվածություն։ Գիտեք, ես նայում էի Երևանում, երբ որ 3-0 խաղն արդեն ավարտվել էր ու Վրաստանի երկրպագուները Հայաստանում հրապարակում պարում էին, երգում էին ու իրանց մեջ էին նաև Հայաստանի երկրպագուները, ես նայում էի, անկեղծ հիանում էի։ Մեր երկրպագուների պահվածքով, մեր երկրում այդ ձև, որ այն թիմը, որ թեկուզ մեր դաշտում է մեզ հաղթե, բայց կարա տենց անկեղծ ուրախանա ու մենք տես թունավոր ձևով իրաց չվերաբերվենք, ու հանկարծ դրան հակառակ մի բան եմ տեսնում,
Վրաստանում, այն դեպքում, որ իրանք հաղթել են նորից, հələ մենք հաղթած լինենք, ինչ որտեղ կարելի էր հասկանալ, բայց երբ որ հաղթել են հենց իրանք ու իրանք էլ դրանից հետո նման ձևով իրանց պահում են, սա անկեղծ ֆուտբոլի հետ կապ չունի արդեն, սրա հետևում ուրիշ բաներ ա կանգնած, սա կազմակերպված, մտածված ծրագիր ա հայ-վրացական հարաբերությունները փչացնելու, ժողովրդի մեջ իրար հանդեպ ատելություն սերմանելու ու հետագայում բնական ա, սա անողները նպատակային են անում, հարաբերությունները փչացնելով իրանք իրանց ուզածին են հասնում, սա շատ կարևոր ա, որ մենք գիտակցենք ու ըստ իրավիճակը ճիշտ գնահատելով ճիշտ վերաբերվենք, իհարկե քննադատելի ա այն ինչ որ եղել ա այնտեղ ու լավ ա որ նույնիսկ վրացիներն են դրա մասին խոսում ու քննադատում են այդ պահվածքը որ եղավ Վրաստանում, իրանք էլ գիտակցում են որ սա ուղղակի ֆուտբոլային երկրպագուների այդ հերթական ծեծկռտուքը չի որ ընդհանրապես ըլնում ա, իրանք էլ սրա հետևում տենում են քաղաքական պատվեր, մտածված քայլեր ու փորձում են հասկանալ ում շահերից ա սա հետևում, ով ա սրա հետևում կանգնած, ում ա սա ձեռ տալի, ամեն դեպքում ես ուզում եմ որ մենք ամեն բան բերենք Աստծո առաջ, սրտեր քննողն Աստված ա ու այն լարվածությունը որ սատանան փորձում ա մեր տարածաշրջանում առաջացնի Վրաստան-Հայաստան հարաբերություններում, որպեսզի ամեն բան Հիսուսի անունով լինի դատապարտված ու մատնվի անհաջողության, ես օրհնում եմ հայ-վրացական հարաբերությունները, սատանա կապում եմ քեզ Հիսուսի անունով, ամեն բան ինչ որ դու ծրագրել ես հայ-վրացական հարաբերությունների դեմ, կապում եմ, արգելում եմ, ամեն միտք որ բարձրացած ա Աստծո կամքի դեմ, գերի եմ վերցնում ու հնազանդեցնում Հիսուսի ոտքերի տակ, Հայր ես կանչում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը Հայաստանի ու Վրաստանի վրա, մեր հարաբերությունների վրա, ամեն բան թող քո ներկայության մեջ վերանորոգվի, այն ինչ որ սատանան փչացրել էր, քո հոգու զորությամբ վերականգնիր, սատանայի փորած ամեն փոսի մեջ հենց ինքը սատանան թող հայտնվի, այն ուժերը որոնք սա կազմակերպել էին, հարյուրապատիկ թող սա վերադառնա իրանց, ինչ ցանել են, թող հնձեն հարյուրապատիկ իրանց երկրերի մեջ Հիսուսի զորավոր անունով ամեն, Հայր ամեն բան պտտեցրա ու այս իրավիճակը օգտագործիր հայ-վրացական հարաբերությունները ավելի ամրացնելու ու քո Սուրբ Հոգու ներկայությունը էլ ավելի թող ուժեղանա մեր երկրերում, քո արքայությունը, Քրիստոսի փրկության ավետարանը բոլոր այս տարածքներում տարածվելու ու քո սերը արձակված լինի մեր ազգերի վրա, մեր երկրերի վրա, մեր ժողովրդի վրա, օրհնությունդ լինի հայ-վրացական հարաբերությունների վրա ու թող այս միաբանությունը օգտագործվի քո կողմից, քո արքայությունը ավելի զորավոր ձևով աշխարհով մեկ տարածելու համար Հիսուսի անունով, ամեն։